Բարև ձեզ, ժողովուրդ ջան։ Ձմեռը անցնում է, ինչպես տեսնում եք, ես էլի այգում եմ, այսպես ասած, վիդեո հանում, թե չտանը, այգում գոնե մի կարգին հագնվում եմ, ես իմ շքեղ չէ, բայց ընդհանրապես խանութ դուրս գալու համար եմ դուրս գալիս, էլի ինչ-որ ձևով կարգի եմ բերում ինձ մի քիչ-միչ։ Լավ, ժողովուրդ ջան, այսօր գիտեք ինչ լսեցի, որ մեր Արդարադատության նախարարը ջուր աջափնյակում իրար են սպանել քաղաքացիները, ասել է ներանձնական հարցեր են, վեճեր են, մենք ինչ պետք է անենք։ Հասկանում եք, ներանձնական է, կարան իրար սպանեն, կարան անգամ, գիտեք ինչ ասեն, տեցի կրուգում տեղ հատկացրեք, այդ մեր տեղն է, կամ ձորերում, դպրոցականներն է, դպրոցի հետևն են չէ ուզում, սենց բան արեք այդ, առանձնացրեք, մենք գնանք մեր ներանձնական հարցեր լուծեք, ամուսնենի վախեցեք, աղձեք կանանց սպանեք, այդ ձեր ներանձնական հարցերն են, երեխեքին ընդհանրապես քաղաք երկուսով տպեք, դապատելի պուլսը, դապատելի սազնանի, դապատելի պուլսը, ներանձնական, տան հարցերն են, տատիկին բարկացեց երեխան, խանդեցիր կնոջդ, կամ տունը չհավաքեց, սարկացրու ներանձնական, ձեր տան հարցերն են, տենց, բիզնեսն ես անում, ներանձնական, ձեր բիզնեսի հարցերն է, տվեք սպանեք, մեր արդարության նախարարը ասում է, ինչ կարան իրանք անեն, հլա ավելի շատ, կարակ հլա օրինականացնեք էլ էդ ամենը, դիմում գրեք, որ ուզում եմ սպանեմ, անգամ թույլատրություն վեցնեք, անգամ կարակ զենք ուզեք իրենցից, լսեք, ես հիմարները որդուց են եկել, ընդհանրապես իրանց, ոնց ես ասեմ, ամենամեծ, ամենաառաջին պարտականություններից հրաժարվում են, ասում են տեղյակ չենք, որ մենք պետք է ինչ-որ միջոցներ ձեռնարկենք կամ մեր բաց թողումը կա։ Ես անգամ գիտեք ինչ հիշեցի, ես հիշեցի մի հատ Սասուն հատուկ ծառայությունների ղեկավարներ, հիշում եք այն Վարդան Ղուկասյանները, ինչ-որ դրան ռուչկայի մոտ նստի, չգիտեմ ինչ հիմար բաներ էր ասում այդ մարդու հաշվով, ես հիշում եմ, այդ մարդը եկավ ազգային ժողով, գիտեք ինչ ասաց, դժգոհեց, ասաց, մենք շատ մեր քաղաքացիները իրանց հեռախոսը կորցնում են, գալիս են դիմում են ոստիկանություն, կամ ուրիշ բան, փոքր-մոքր բաների համար, դե քաղաքացիները փոքր-մոքր մարդիկ են, իրանց, ասենք, խնդիրները փոքր-մոքր են, հասկանում եք, ասում գալիս են դիմում են, իրանք, հասկանում եք, իրանց գործերը թողած, շեֆերի բողոքները, ալիգարխների խնդիրները, բան, պետք է քաղաքացիներ հեռախոսով կամ քաղաքացիների տուն են մտել գողություն արել դրանով զբաղվել, գլոբալ, տենց տեսնում եք ազգային ժողովում իրար ինչ են անում, իրար դատի են տալի, ես են անում են, գլոբալ էդ, իրանց համար գլոբալ խնդիրներ թողեն, հասկանում եք, հիմար խնդիրներ են իրանց խնդիրները, այդ իրանց խնդիրները թողեն, ինչ որ ընկնեն քաղաքացու սահերը պաշտպանելու, ու գիտեք ինչ էր ասում էր օրինակ, по-моему, Ֆինլանդիայում ասեց, թե Գոլանդիայում ասեց, սկանդինավская страна, в общем, ասեց, այնտեղ, որ օտար երկրացիները, ասենք մեկը Գերմանիայից եկել, մեկը Ֆրանսիայից, Ֆինլանդիա, ես ավելի բան, ինքն ինձ ասեց, որ չհասկացվի լավ, երկու օտար երկրա քաղաքացիները, եթե իրար հանդեպ հանցագործություն են գործում, իրարից բան են գողանում, ոստիկանությունը չի խառնվում, Ֆինլանդիայի, թե Գոլանդիայի, սկանդինավյան երկրի, չի խառնվում, հասկանում եք, ես չեմ ասում ճիշտ անում, թե սխալ անում, բայց իրա քաղաքացուն չեն վնասել, իրա քաղաքացին չի վնասվել, իրա քաղաքացին չի վնասել, երկու հոգի հույր են եկել իրա երկիր, հանցանք են գործել, մեկը մեկից բանը գողացել, ու ասում է ոստիկանությունը չի խառնվում, ցավը տանեմ, օտար երկրացիները իրանց երկրում, դու խոսում ես քո քաղաքացիների մասին,
որ իմ քաղաքացիներին վնասում են, մենք ինչի պետք է գործ հարուցենք կամ ընդհանրապես աշխատենք, չէ՞ որ դուք գլոբալ խնդիրներով եք բանարած այդ զբաղված։ Փաշինյանի տանել, բերել, ով ինչ ասեց իրան, իր հանդեպ կամ մնացածի հանդեպ, դուք դրանցով եք տարված։ Ձեր համար քաղաքացու տուններ վառեն, սաղընտանիքներ մորթեն, ձեր համար էդիկ մելը չէ։ Իզու տեղից բաղացնում են, ոչ մեկ չի զանգելու, չէ, պահանջի, խնդիր չի։ Ես զարմանում եմ այս աշխատողները, ինչ ուղեղ ունեն, ոնց են մտածում։ Մեկը ասում է ներ անձնական գործը, էլ մեկը ասում է քաղաքացիների խնդիրները, ինչու պետք է խնդիրներ դիմեն ոստիկանություն։ Ես չգիտեմ, ես չեմ հասկանում, ես մարդիկ, ես հասկանում եմ, իրանք պատրաստ չեն այդ ծառնաբերնվածության վրա, իրանց թվացել է երկու պարա, իրանք ներքևից չեն հասել վերև, որ իմանան ինչը։ Իրանք մամայ պապայ հովանավորության տակ են եղել, մեկի դարել պաշտոնյա, յող, ինչ-որ մեկի ինչ-որ մի բանի համապատասխանատվություն, կլնի, չինի, այլ մեզ ժամանակ մեզ ասում էին, փորձած թանը անփորձ մածուն հետ չէ փոխի։ Հիմա այդ ջահելները ասում են, հե լավ է կփոխեմ, բանում մածունը կարվեմ դուրս չգաք, ասեմ, էս ինչ ես տվել, կռիվ կանեմ են մեկը կվեցնեմ։ Всё։ Կթողեմ կթռնեմ։ Ինչ եղավ։ Մի բան կանեմ, էլ կթողեմ կթռնեմ։ Էտա։ Դուք չեք նկատել իսկապես Փաշինյանը մի անգամ ասեց ու սխալ չասեց, ասաց մեր տղաները ինչ-որ ավելի խեղճ են, քան թե աղջիկները։ Ես ինչ եք անում տղաների հետ։ Գիտեք, աղջիկը լկստված են, որտեվ պատասխանատվություն չեն կրում։ Այդ մեր նախարարները նույն ձև կթողեմ կթռնեմ, ով ինձ բան պետք է ասի։ Տղաները չէ, գիտեք, ինչ ասեմ, Փաշինյան։ Ծնողները մեղք չունեն, որ տղաները ավելի խեղճ են։ Դու մեղք ունես։ Քո պատերազմով, քո քաղաքականությամբ։ Մարդիկ խեղճանում են, խեղճացնում եք, խեղճացրել եք։ Մարդիկ ընդհանրապես տղաները չեն իմանում ինչ անեն։ Չեն իմանում։ Գիտեմ պատասխանատվություն կա։ Ինչպես այդ պատասխանատվությունը իրենց իրականացնեն, իրենք չեն իմանում։ Տղային ամեն ինչ իրանց ուսերին է, հող աշխատել, երկիր պաշտպանել, հոգսել տնեցիների մասին։ Իրանց վրա, իրենք թիթիզ աղջիկի նման չեն ֆրֆռում, հա ինչ կթռնեմ, մեկը կպաշտպանի էլի, չուչ տո, կամ չեն բռնելու ինձ տպեն, տղաները մտածում են, կբռնեն կտպեն, կբռնեն կդատեն, աղջիկը դա չեն մտածում։ Դու ես շատ ընկճված էր, շատ, ոնց դու ես ընկճված Ալիևի մոտ, Թրամփի մոտ, նեղված, ընկճված, բոլորի մոտ, Պուտինի մոտ, նենց էր քո ժողովուրդն ընկճվում։ Դու ես այդ արել։ Հաջողություն ձեզ։